Բարի եկաք բոլորդ էլ, Աստծո ժողովուրդը, դարձյալ դերը մաշտելու, Փառք իր անվանը։ Ես ակնոցները շատ չեմ սիրում, բայց ստիպված պիտի դնեմ։ Լավ, ուրեմն անցյալից կանք մի քիչ, մենք սրանից առաջ ուրիշ մի պաստար էինք դրել այստեղ, չէ՞։ Հիշում եք։ Հա, հիշում եք։ Լավ, որ հիշում եք։ Ինչ էինք դրել այստեղ։ Հոգեղեն աշխարհի մասին, չէ՞։ Հոգեղեն աշխարհի մասին։ Հիմա մենք որոշ հասկացանք, սովորեցինք, որ Քրիստոսից առաջ, հարությունից առաջ, որտեղ էին իշխնում հավատացյալները, որտեղ էր մեծադունի դեղը, որտեղ է հիմա, ասենք, անդունդի գուբը, որտեղ սատանան պիտի գապվի, որտեղ է դարդարոսը, մեղ գործող հրեշտակների բանդը և ամենավերջում էր գեհենը, գեհիննոմ, հիննոմի ձորը, ջեհեննեմը, այդ բոլորի մասին, որտեղ տեսանք, որ շատերը հստակ գաղափար չունեն այդ մասին, որոշեցինք, որ մենք ավելի լավ գաղափար ունենանք այդ մասին ճիշտ է իմանանք, մենք պետք է որ ճիշտը սովորենք։ Այսօր էլ նոր մի պաստար բերինք, այս պաստարը միջայլոց վաղուց պատրաստել էի, բայց չէի խոսել, երկար ժամանակ է։ Ինչ է պաստարը, դերոջ դադաստանները, որոշ բացատրեմ ձեզի, հետո կխոսենք։ Աստծո դադաստանները, Աստծո դադաստանները, քանի ադեն, քանի դադաստան գլնի։ Ասում են երկու դադաստան գա։ Բայց մենք տեսնում ենք, որ սուրբ գրքի մեջ տարբեր դադաստաններ կան։ Առաջի դադաստան, երկրորդ դադաստան, երրորդ դադաստան, չորրորդ դադաստան, հինգերորդ դադաստան։ Առաջի դադաստանը հավատացյալների մեղքը խաչի վրա։ Այստեղ գրված է Հովհաննես 5:24 համարը, ճշմարիտ կսեմ ձեզի, թե այն, որ իմ խոսքս մտիկ կնե և կհավատա անոր, որ զիս խրգեց, հավիտենական կյանք ունի ու դատաբարդության տակ չի նար, հաբա մահվան է դեպի կյանք անցած է։ Հավատացյալների մեղքի դադաստանը խաչի վրա։ Հաջորդը մենք տեսնում ենք ներկա տնտեսությունը եկեղեցին, եկեղեցիի շրջանը, որ հիմա է, արդեն 2000 տարի է, մի քիչ էլ ավելի, եկեղեցիի շրջանը։ Հաջորդը եկեղեցիի շրջանից հետո տեսնում ենք հափշտակությունը և դեղափոխվող սուրբերը, նրանք որ կենդանի են, դեղափոխվող սուրբերը և առաջին հարությունը գերեզմաններից, գերեզմանն է սա, գերեզմաններից, սա գոչվում է հունձկը։ Հիսուս հունձկի առաջի բդուղն է։ Հետո եկեղեցիի հերթը կգա, հունձկն է։ Ուրեմն ապշտակվող սուրբերը բարձրանում են դերոջը ներկայությանը օդի մեջ։ Երկրորդ դադաստանը այս է հավատացյալների գործերը, հավատացյալների կյանքը, խոսքերը և գործերը
դրա դադաստանն է օդի մեջ դերոջը ադյանը վասզի պետք է որ ամենս ալ Քրիստոսի ադյանի արչև ներգայանանք որովհետեւ ամեն մեկը իր մարմնով ըրացներուն փոխարենը առնե ինչ որ գործեր է թե բարի եւ թե չար Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 5-ից 10 համարները 7 տարի մնալուց հետո երգիր պիտի իջնի այդ 7 տարվա ընթացքում երրորդ դադաստանը հրյաների դադաստանն է երկրի վրա նեղության շրջանին Մատթեոս 24-20-21 համարների մեջ Տեր Հիսուս ասեց եւ աղոտ կրեք որ ձեր փախչիլը ձմերը չլա ոչ շաբաթ օրը Քանզի այն ադեն այնպիսի մեծ նեղություն պիտի ըլլա որու նմանը աշխարհի սկզբից մինչև հիմա եղած չէ ոչ ալ պիտի ըլլա Ուրեմն նեղության շրջանը 7 տարի հрьяաների դադաստանն է որովհետև նրանք ճշմարտության սերը չընդունեցին որ փրկվեն դրա համար ասված էլ ուժով մոլորությունը պիտի խրգե որովհետեւ Սուդին հավատան Հագա Քրիստոսին եւ նրա ձեռքով դադաստան պիտի անի շատ մարդիկ պիտի մեռնեն շատ 7 տարի հետո Տեր Հիսուս Քրիստոս փառքով ու զորքով վար պիտի իջնի Ձիտենյաց լերան վրա Քրիստոս վերադառնում է սուրբերի հետ եկեղեցի հետ միասին իջնում է Ձիտենյաց լերան վրա Սա հայտնությունն է Դերոջը օրը եւ Քրիստոսի օրը հայտնությունն է եկեղեցի հետ միասին այն ժամանակ դադաստան 4-րդը պիտի սկսի ազգերի դադաստանն է ազգերի դադաստանը Փարած աթորը պիտի նստի Մատթեոս 25:31-ից 32 համարները Փարած աթոր պիտի նստի եւ բոլոր ազգերը պիտի հավաքվեն իր առջև Հովել Մարգարեի մեջ գրված է որ այն օրը ազգերը պիտի հավաքվեն Երուսաղեմ Դերոջը առջև վճռը Հովիդն է Դերը այնտեղ պիտի վճռի պիտի որոշի թե որ ազգը պիտի մտնի հազարամյան որ ազգը պիտի զրկվի Ու երբ որտի մարդո իր փառքով գա եւ բոլոր սուրբ հրեշտակներին հետ այն ադեն իր փարած աթորը պիտի նստի եւ անոր արչեւ պիտի ժողովին բոլոր ազգերը ու զանոնք իրար մե պիտի զադե ինչպես հովիվը ոչխարները այծերեն գզադե Դա էլ 4-րդ դադաստանն է ազգերի դադաստանը հետո հազարամյա թագավորությունը պիտի սկսի 1000 տարի հետո հազարամյայից հետո վերջի դադաստանն է Ջերմագաթորի դադաստանը մեռած մեղավորների դադաստանն է Մեկը հարցում էր արել Քարոզի դագը կոմենտեր դվել որ եթե այնտեղ գնան հետո եթե մեղայգան չի ներվի նրանց ներվելը այս աշխարհի մեջ մարմնի մեջ ապրելու ժամանակ է մեղահասելը փրկվելը փրկության ժամանակը հիմա է գնալուց հետո այնտեղ այլևս փրկություն չկա բոլոր մեղավոր մեռածների դադաստանն է այնտեղ Եվ մեկն էլ մեղա չի կարող ասել, եթե ոչ հոգով սրբով, այնտեղ սուրբ ոգի չկա։ Մեծ ջերմակ աթոր եւ մեծ ջերմակ աթոռը տեսա եւ անոր վրա նստած, որուն երեսեն երգիր ու երգինք փախան եւ դեղ չգտնվեցավ անոնց։
Եվ դեսա բզդիկ ու մեծ մերելներ, որոնք Աստծո արջև գայնած էին, եւ գիրքերը բացվեցան, եւ ուրիշ գիրքը բացվեցավ, այսինքն գենած գիրքը եւ գիրքերու մեջ գրվածները մերելները դատվեցան իրենց գործերուն համար։ Ուրեմն Ազարամյայի ավարտին սրանք գերեզմանից դուրս պիտի գան, Ջերմագատորի արջևը, չնայած 6-րդ դադաստանն էլ գա, բայց այն միացված է 5-րդին, բանդի մեջ եղած հրեշտակների դադաստանը, նրանք էլ այն ժամանակ պիտի ելնեն Ջերմագատորի արջև դատվելու, որտև այդպես էր գրված, որ բանդարգված են նրանք, վերջի դադաստանի օրվան համար, վերջի դադաստանի մեծ օրվան համար բաղված են, որովհետեւ պիտի դատվեն նրանք։ Դատվելուց հետո ուրեմն մերելները հարություն պիտի առնեն իրենց մարմիններով, ինչ որ գործել են, եւ պիտի դատվեն ու պիտի իջնեն ծծումբով վարած այրվող լիճը, ջեհեննեմը, եւ այնտեղ պիտի մնան Հավիդյանս Հավիդենից։ Նա մեկ դադաստան եղավ։ Մեկ դադաստան չեղավ։ Եվ Հիսուս ասում է Հովանու ավետարանի 5-րդ գլուխ 29 համարը ու դուրս պիտի գան ասոր համար մի զարմանակ, վասնզի ժամանակ պիտի գա, երբ բոլոր գերեզմաններում մեջ եղողները անոր ձայնը պիտի լսեն ու դուրս պիտի գան։ Անոնք, որ բարի գործեր են, կյանքի հարության համար, եւ անոնք, որ չար գործեր են, դատաբարդության հարության համար։ Եվ ասում են, տեսնում ես, ինչ դատաստաններ, 4 հատ, 5 հատ, գրված է, որ նրանք, որ գլսեն, դուրս պիտի գան, ոմանք հավիդենական կյանքի, եւ ոմանք հավիդենական դատաբարդության համար։ Ուրեմն մեկ ընդհանուր հարություն դատաստան եղավ։ Եվ քանի որ այնտեղ գրված է, անոր արջև պիտի ժողվվին ազգերը, ու զանոնք իրար մե պիտի զադե, ինչպես հովիմը ոչխարները այծերեն կզադեն։ Ասում են այդ է, ոմանք հավիդենական կյանքի, ոմանք հավիդենական դատաբարդության համար, ոչխարները մի կողմ, այծերը մի կողմ։ Այդպես է, այդպես պիտի հասկանանք մենք։ Ոչ, այդպես պիտի չհասկանանք։ Հիմա ես ինչ որ գրել եմ, դեզի գարտամ, որտև չեմ կարող հիշել այդքանը ես։ Ընդհանրացված գաղափար կա եկեղեցիների մեջ, հավատացյալների մեջ։ Իբրև թե ավետարանը քարոզելով հազարամյան պիտի բերեն եւ դրանից հետո պիտի լինի ընդհանուր մերելների հարություն, որին պիտի հետևի վերջի դատաստանը։ Այդպես են հավատում։ Ասում են այծերը մի կողմ, ոչխարները մի կողմ, ընդհանուր հարություն պիտի լինի եւ մեղավորները եւ արդարները այդտեղ ջերմագատորի առջև պիտի վերջանա։ Շատ սխալ մեկնություն է դա եւ մենք չենք կարող այդպես ընդունել։ Ասպիսով մի տեսագետ սուրբ գրային չէ այս տեսագետը։
նույնը ինչ որ գարտացի մի քիչ առաջ գործարակելոց 24 գլուխ 15 համարի մեջ էլ այդպես է գրված գարտամ այնտեղ էլ գործարակելոց եւ 24-15 համարը շփոթեցնող համար է Բողոս Արաքյալ երբ որ դատվում էր ինքը ասեց այնտեղ եւ հույս ունիմ առ Աստված ինչպես ասոն գալ ակնկալություն ունին որ մերելներու հարություն պիտի լա թե արդարներուն եւ թե մեղավորներուն ասում են տեսնում ես մի անգամից արդարները մեղավորները Բայց մենք կարդում ենք հայտնության 20-րդ գլխի 5 համարի մեջ տեսեք ինչ է գրված այնտեղ հայտնություն 20-րդ գլուխը Եվ աթորներ դեսա ու նստան անոնց վրա եւ անոնց դադավարություն դրվեցավ նաեւ Հիսուսի վկայության համար ու Աստծո խոսքի համար գլխատվածներուն հոգիները դեսա եւ զանոնք որ երկրվակություն չերին գազանին ոչ էլ անոր բատկերին ու անոր դրոշմը իրեն ճակատերուն վրա իրեն ցերկին վրա չընդունեցին եւ ապրեցան ու Քրիստոսի հետ 1000 տարի թակավորեցին այս Առաջի բդուղն է սա, ննջեցյալների առաջի հարությունն է։ Հետո 5 համարի մեջ ավելացնում է եւ ուրիշ մերելները չաբրեցան մինչև 1000 տարին գդարվեցավ։ Մա տեսնում եք ինչ եղավ։ Եվ ուրիշ մերելները չաբրեցան։ Որոշ մերելները ապրեցան։ Ննջեցյալների առաջի բդուղը Քրիստոս, անգե յետև գուկա Քրիստոսինները իր գալու ժամանակ, առաջ Քրիստոս, իր գալու ադեն Քրիստոսինները, եկեղեցիի ապուշտակությունը, և ուրիշ մերելները չաբրեցան, ուրեմն առաջի հարությունը եղավ, եկեղեցին գնաց, Ուրեմն մի մասը մնաց եւ ուրիշ մերելները չաբրեցան, բայց երբ ապրեցան 1000 տարի հետո, այդտեղ 1000 տարի հետո եկեղեցին Քրիստոսի հետ հապշտակվեց եւ 7 տարի մնալուց հետո իջավ երկրի վրա եւ ուրիշ մերելները չաբրեցին, մինչեւ 1000 տարին վերջանա, 1000 տարի հետո ելան ջերմագաթորի արջևը Ուրեմն տարբերություն կա, տեսնում եք։ Եվ գրված է, որ արդարների հարություն առնելու ժամանակ Աստված պիտի հադուցանե։ Արդարների հարություն առնելու ժամանակ։ Ուրեմն ընդհանուր հարությունից դուրս մի ուրիշ հարություն էլ գա։ Գիներ իրենց մերելները արին, կենտանացած և գրված է, որ ոմանք չարչարվեցին և չընդունեցին ազատությունը, որպեսզի լավագույն հարության հասնեն։ Ուրեմն ընդհանուր հարությունը, նրանք ասում են, որ ընդհանուր հարություն պիտի լինի և ընդհանուր դատաստան պիտի լինի։ Բայց Աստծո խոսքը ասում է, որ ընդհանուր հարությունից դուրս լավագույն հարություն էլ գա, որին մասնակցողները այդ ընդհանուր հարության չեն մասնակցում։ Ոմանք չարչարվեցին և չընդունեցին ազատությունը, որպեսզի լավագույն հարության հասնեն։
օրինակի համար ասենք Սեդրակ Միսակ Աբեդնագովը չընդունեցին ազատությունը, որտեղ ասաց, որ եթե չերգերբակեք, գրագի հնոցը պիտի նետեք, չէ։ Չընդունեցին ազատությունը, որպեսզի լավագույն հարության հասնեն։ Նրանք մտածում էին, որ լավագույն մի հարություն կա։ Եթե իրենք այրվեն այդտեղ, ասված լավագույն հարության ժամանակ իրենց հարություն պիտի դա։ Բայց ասված իհարկե գրագի հնոցի մեջից ազատեց իրեն։ Բայց շատերը ընդունեցին, չարչարվեցին, ինչի համար լավագույն հարության հասնելու համար։ Ուրեմն ընդհանուր դատաստանից, ընդհանուր հարությունից դուրս գա մի լավագույն հարություն, որտեղ հարությունը եւ դատաստանը կապված է իրար հետ։ Եվ ուրիշ մերելները չապրեցան, մինչև 1000 տարին կդարվի։ Ընդհանուր դատաստան չի կարող լինել, քանի որ Ավետարանը մեզ ասում է, մի դատաստան օդի մեջ կա։ Առաջին Թեսաղոնիկեցիս, կարդանք առաջին Թեսաղոնիկեցիս, 4-րդ գլուխ եւ 16 համարը։ Ետքը մենք ալ որ ողջ մնացած ենք, անոնցվով մեկտեղ, պիտի հապշտակվենք ամբերով դերոջը արջև ելնելու օդին մեջ։ Մեկ ուրիշ դատաստան երկրի վրա, ինչպես կարդացինք Մատթեոս Ավետարանի մեջ, երկրի վրա, այստեղ օդի մեջ, երկրի վրա, Աստծո խոսքը տարբերում է սրանք։ Եվ մեկ ուրիշ էլ երկինքի մեջ։ Երեք տարբեր դատաստանների մասին է խոսում մեզ Աստծո խոսքը։ Այս բոլոր երեքը չպետք է իրար միացնել եւ դարձնել մեկ ընդհանուր դատաստան։ Նման մի բացատրություն շատ սխալ է եւ անընդունելի։ Եվ որովհետեւ չեն կարողանում ճիշտ անալիզ անել, Աստծո խոսքը ճիշտ հասկանալ, ասում են, այս բոլորը մեկ դատաստան է, ինչպես որ Տիսական եկեղեցիները, կաթոլիկները, հույները, հայերը, հայ եկեղեցին, նրանք ընդունում են, որ Ավետարանը պիտի քարոզեն, եւ հետո հիմա հազարամյա է, հազարամյայի մեջ են, քարոզում են Ավետարանը, եւ վերջում էլ, վերջի դատաստանը պիտի լինի, այդպես են հավատում իրենք։ Շատ անգամ խոսել ենք երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլխի 15 համարը, որտեղ որ ասում է ջանքարա քո անձդ ընդիր ցույց տալ Աստծո առջև, այնպիսի բանվոր մըլլալով, որ պիտի չամանչես, եթե ճշմարտության խոսքը ճիշտ բացատրես։ Եթե մեկ դատաստան ենք ընդունում, ուրեմն շեղվեցինք մենք։ Ճշմարտության խոսքը ճիշտ չենք բացատրում մենք եւ այն օրը պիտի ամանչեն։ Եվ այդպես հավատացողները նրանք Քրիստոսի երկրորդ գալության չեն սպասում։ Հազարամյա թագավորության մասին հավատ չունեն։ Ուրեմն ջանքարակ ու անձդ ընդիր ցույց տալ նշանակում է քո անձդ վավերացված ցույց տուր Աստծո առջև, որ ճշմարտության խոսքը ճիշտ պիտի բացատրես։
հունարենի մեջ ճիշտ կդրել է։ Ինչի համար մենք հավատում ենք առանձին շրջանները, 7 շրջաններ եւ հաջորդ հազարամյայից հետո նոր երկինք, նոր երկիրը 8-րդ շրջանն է, որը էլ չի փոխվում։ Դարաստանի 3 տարբեր աթոռներ հիշված են, ուրեմն 3 տարբեր դեղեր տեսանք, երկրի վրա, օդի մեջ եւ երկրի վրա այդտեղ եւ երկինքի մեջ 3 դեղեր տեսանք, օդի մեջ, երկրի վրա եւ երկինքի մեջ։ Նաեւ Դարաստանի 3 տարբեր աթոռներ հիշված են։ Քրիստոսի ադյանը, այնտեղ վերևը, երկրորդ Դարաստանը, Քրիստոսի ադյանը, օդի մեջ, միայն հավատացյալների համար։ Փարած աթոռը երկրի վրա, փարած աթոռը երկրի վրա, երկրորդ աթոռը, եւ երրորդ աթոռը մեծ ջերմակ աթոռն է երկինքի մեջ մեռած մեղավորների համար։ Այս բոլորը եթե միացնենք, իրար խառնենք, շատ սխալ կլինի։ Մենք սխալ բացատրած կլինենք, սխալ ձևով կհասկանանք, մեր մտքերի մեջ շատ սխալ անորոշություններ կլինի եւ չի ստացվի։ Հիշում եք մի անգամ ձեզ մի հատ բան էի պատմել, այդ դոլմայի պատմությունը։ Մարդը ասում է, որ այգանիկ այսօր մի հատ դոլմա սարքի ուտենք։ Սարքեմ ասում է գնիկը, Արդաշյան, Արդաշը չի, այդ մարդը, որ ասում է, են Արդաշն է։ Տուն է գալիս, մարդը դոլմա պիտի ուտի, տեսնում որ սուպ է սարքել։ Այգանիկ բաչ ասեցի, քեզի դոլմա պիտի սարքես։ Արդաշյան ախր ասեցի դոլմա անեմ, որ չեղավ, մտածեցի փլավ սարքեմ, դեսա փլավ էլ չեղավ, ասի ջուր խառնեմ սուպ անեմ, Արդաշս կա դակ խմի։ Հիմա եթե մենք չհասկանանք այս Դարաստանները, շիլա փլավ կլինի, դոլմա չի ստացվի։ Դրանք առանձին բաներ են բոլորը, լուրջ եմ ասում։ Տեսեք, երկրորդ օրինաց 4-րդ գլուխ, երկրորդ օրինաց, երկրորդ օրինաց 4-րդ գլուխ եւ երկու համարը, երկրորդ համարը, ձեզի բացվիրած խոսքիս վրա բամը չավելցնեք ու անգե բամը չբաքսեցնեք։ Աստծո խոսքի վրա չես կարող մի բան ավելացնել, չես կարող մի բան բաքսեցնել, հարմարացնել։ Աստծո խոսքի հետ չես կարող դու ավանդական բաներդ բերես մտցնես։ Եվ Աստված տոներ էր տվել հրեաներին, դրանք կոչվում էին սուրբ տոներ։ Հետագային հրեա ձերերը իրենց ավանդական բաներն էլ բերին միացրին այդ տոներին, շիլափլավ եղավ, եւ Աստված էլ ասեց, ձեր տոներեն կզզվի իմ հոգիս։ Այդ տոները իր տոներն էր, Աստծո տոներն էր։ Իրենք բռնեցին իրենց ավանդական traditional բաներն էլ դրին մեջը, եւ այդ տոները եղավ իրենց տոները, ոչ թե Աստծո տոները։
Եթե հիմա մենք բռնենք այս բոլորը մեկ դադաստան սարքենք, չի լինի, մենք ասո խոսքը փոխած կլինենք։ Եվ դադարդության դագենք։ Եվ ինչ եղավ, մարդիկ բռնեցին այդ բաները դրին, հետ հազարամյա վարտաբեդությունը, մեկ դադաստան, մեկ հարություն դրին, մեջից հելան, մինչև հիմա և տարիներով մարդկանց այդ զուր ճանապարհով դարան։ Դրա համար էլ իրենք շեղվեցին Հիսուսը Քրիստոս երկրորդ կառստյան վարտաբերությունից շեղվեցին եւ մարդիկ չեն սպասում։ Կարծում են, որ այդպես եկեղեցի գերտան մոմ գվարեն կամ մեզ են գանեն, մենակ ծիսական դրանք չէ, ուրիշ եկեղեցիներ էլ կան, որոնք ոչ ծիսական են։ Նայեք հայտնության վերջի գլուխի մեջ ինչ է գրված։ Ես կվգայեմ ամենուն, որ այս գրքի մարգարեության խոսքերը գլսե։ Եթե մեկը Աստծոց վրա բան ավելցնե, Աստված էլ անոր վրա պիտի ավելցնի այն հարվածները, որոնք այս գրքի մեջ գրված են։ Եվ եթե մեկը այս մարգարեության գրքի խոսքերեն բան բացեցնե, Աստված էլ անոր բաժինը պիտի բացեցնե կենաց գիրքեն և սուրբ քաղաքեն, որ այս գրքի մեջ գրված են։ Չես կարող բան ավելացնել, բան փոխել, բան բացեցնել, յուրաքանչյուր Հիսուս ասում է հովտ կամ նշանագիր պիտի չանցնի, ամենը պիտի գադարվի, ամբողջը Աստծո շունչն է, ծրագիրն է Աստծո, չես կարող ոչ մի բան փոխել, ավելացնել։ Մեծ պատասխանատվություն է։ Սուրբ Գիրքը մեզ խոսում է նաև 5 տարբեր դատաստանների մասին, որոնք տարբեր են իրենց տեսքով և կառուցվածքով։ Առաջինը դատաստանի նյութը, երկրորդը դատաստանի ժամանակը, երրորդը դատաստանի վայրը, չորրորդը դատաստանի պատճառը, հինգերորդը դատաստանի արդյունքը։ Ուրեմն տեսանք նյութը, ժամանակը, վայրը, դատաստանի պատճառը, դատաստանի արդյունքը։ Ուրեմն սրանք չես կարող խառնել իրար։ Դատաստան համար 1։ Այս է, դատաստան համար 1, հավատացյալների մեղքը։ Դատաստանի նյութը հավատացյալների մեղքը։ Դատաստանի ժամանակը մեր թվարկության 30-ին։ Դատաստանի վայրը Գողգոթայի խաչի վրա։ Դատաստանի պատճառը Քրիստոսի ավարտուն փրկության գործը։ Դատաստանի արդյունքը Քրիստոսի մահով մեռնել մեղքի համար։ Քրիստոսի հարությամբ արտարանալ Աստծո համար։ Ուրեմն դատաստան առաջինը խաչի վրա, հավատացյալի մահը խաչի վրա և հավատացյալի հարությունը Քրիստոսի հարությունով։ Ճշմարիտ կսեմ ձեզի, թե այն, որ իմ խոսքս մտիկ կնե և կհավատա, որ անոր որ զիս խրգեց, հավիտենական կյանք ունի ու դատաբարդության տակ չի նար։ Դատաբարդությունը խաչելությունն էր։ Դատաբարդության տակ չի նար, հաբա մահվան է դեպի կյանք անցած է։ Ուրեմն խաչի քարոզությամբ
խաչելությամբ Քրիստոսի հավատացյալը այստեղից այնտեղ անցավ։ Մահվանից դեպի կյանք անցավ, դատաբարդությունից անցավ դեպի հարություն։ Քրիստոսի մահով մեռնել մեղքի համար բոլորը բարի մարդը, չար մարդը, թագավորը, մուրացկանը, հարուստը, աղքատը, բոլոր մարդիկ Քրիստոսի խաչելությամբ մահվան մատնվեցին։ Եսայի 63 գլխից կարդամ, նայեք այնտեղ ինչ է գրված, Եսայի 63-ը և 4 համարը, Աստված ասում է, քանզի իմ սրտիս մեջ վրեժխնդրության օր կար, իմ փրկածներիս տարին հասած էր, և նայեցա, բայց օգնող չկար, և զարմացա, որ ձեռնդու եղողը չկար, ուստի իմ բազուկս ինձի փրկություն ըրավ, ու իմ բարգությունս ինձի ձեռնադու եղավ, և իմ բարգությունովը ժողովուրդները գողեցի, ու զանոնք իմ սրտմտությունովս գինովցուցի, և անոնց արյունը գետին է իջեցուցի։ Այստեղ Քրիստոսի խաչելությամբ կատարված դեպքն է հիշում, մի կողմից Աստված դատաբարդեց, մեղքը դատաբարդեց խաչի վրա, բայց մյուս կողմից էլ կյանք պարգևեց հավատացողներին։ Հովհաննու 3-րդ գլուխ 17 համարը գարտամ ձեզի այնտեղից, Հովհաննու 3-րդ գլուխ 17 համարը, վասնզի Աստված իր որդին չղրգեց աշխարհ, որպեսզի աշխարհը դադե, բայց դադեց Աստված, խաչի վրա բոլոր Ադամի սերունդին մահվան մատնեց, դադեց Աստված, բայց իր նպատակը մարդկանց դադել չէր, որպեսզի աշխարհը դադե, նրա համար չղրգեց Աստված իր որդին, հապա որպեսզի աշխարհ անով փրկվի։ Ուրիշ բանով մարդ չի կարող փրկվել, անով փրկվի։ Ուրեմն Աստված ինչ արեց, մահվան դատաբարդեց, մյուս կողմից էլ հարություն տվավ, կյանք տվավ Աստված։ Իմ սրտիս մեջ վրեժխնդրության օր կար, ասում է Աստված, և իմ փրկածներիս տարին հասել էր, այսինքն խաչով պիտի կատարվեր դա, իմ փրկածներիս տարին հասել էր, և նայեցի, ասում է, որ մեկը չկար, և իմ բազուկս, որ Աստծո բազուկը Քրիստոսն է, իմ բազուկս ինձի ձեռնադու եղավ, այսինքն Աստված իր որդի մահվան մատնեց, որպեսզի նրան հավատացողները այս ձևով մահվանից կյանքի անցնեն։ Հիմա մի քիչ առաջ Հռոմեացի 5-րդ գլուխը գարտած եղբայրը, այնտեղից որոշ բան էլ ես պիտի գարտամ։ Վասնզի ինչպես մարդեմը մեղք աշխարհ մտավ, եւ այն մեղքեն մահը, այնպես ամեն մարդոց վրա դարածվեցավ մահը, քանզի ամենը մեղանչեցին։ Ինչպես մեկ մարդու միջոցով մեղքը աշխարհ մտավ, աթամով մեղքը աշխարհ մտավ, եւ այն մեղքեն էլ մահը,
Քանզի ամենը մեղանչեցին։ Եվ ամենուն վրա դարածվեցավ, Ադամի մեղքը ամենի վրա դարածվեցավ, որպես Ադամի որդիներ։ Մենք ժառանգաբար արինք, մենք ասեցինք ինչի ենք մեռնում մենք, մեր արած մեղքերի համար, սխալների համար չէ, դրա համար չենք մեռնում մենք։ Որտեղ մենք մեռնում ենք նրա համար, որ Ադամից մեռնող մարմին ենք ժառանգել, այդ է պատճառը։ Մեր նախահայրը մեղք գործեց, մեղքի մեջ ընկավ, եւ մենք եթե ետ գնանք, ամենս Ադամի մեջ ենք։ Ադամը կանգնած էր բոլոր ազգի համար Աստծո առջև։ Մեկ մեղքը, մեկի անազանդությունով մեղքը աշխարհ մտավ եւ այն մեղքին էլ մահը, ու այսպես բոլոր մարդկանց վրա դարածվեցավ մահը, քանզի ամենը մեղանչեցին։ Նաև Ադամի հանցանքի նման մեղանչողներու վրա էլ դարածվեցավ, մենք Ադամի պես մեղք գործեցինք, չէ։ Իրար մեղքին ներառյալ եղանք մենք։ Որ օրինակ էր անոր, որ ետքը պիտի գար, այդ բոլորը Քրիստոսի օրինակն էր, որ ինչպես որ Ադամ մեղք գործեց ամենս էլ նրա հաշվին մեղավոր եղանք, կյանքը գործերինք, այնպես էլ մենք Հիսուսի նման արդարություն գործեցինք, չէ, Հիսուսի նման արդարություն չգործեցինք մենք, բայց իրեն հավատալով ներառյալ եղանք մենք իր արդարությանը, ժառանգագից եղանք իրեն, այս է ձերի փրկությունը։ Ես դեր շատ ունեմ խոսելիք, ժամանակ ունենք, կխոսենք,